1955 թվականին երգչուհին կրկին մեկնում է ԱՄՆ, հույս ունենալով ինչ-որ կերպ բարելավելու առողջական վիճակը և աշխատած գումարով տուն գնելու որդու համար։ ԱՄՆ-ում նրա վիճակը նորից վատանում է, բժիշկները քաղցկեղ են ախտորոշում։ Հոգեպես կոտրված երգչուհին վերադառնում է որդու մոտ Հունաստան, նա շարունակում է համերգներով հանդես գալ ևս կես տարի։ 1957 թվականին նա վերջնականապես գանվում է անկողնում։ Փետրվարի 22-ին նրան այցելում է Վասիլիս Ցիցանիսը։ Նրանք չէին տեսնվել ստամբուլյան շրջագայությունից հետո։ Այդ վերջին հանդիպման մասին Ցիցանիսն իր հուշերում գրում է. «Նա ինձ ձեռքով հասկացրեց, որ ականջս մոտեցնեմ շուրթերին, որովհետև բարձր խոսել չէր կարողանում։ Ամբողջովին ուժասպառ էր։ Ես մոտեցրի ականջս, և նա հազիվ շշնջաց. «Աստղի պես վառվեցի, ասուպի պես անցա»։ Ես վերջին անգամ գրկեցի նրան, ներողություն խնդրեցի և դուրս եկա»։ Երգչուհու մահից 2 օր անց Ցիցանիսը գրում է մինչ օրս Հունաստանում հայտնի մեծ ճանաչում ունեցող կիրակի էր «Երբ քեզ տեսա» երգը, և այսպես Մարիկա Նինու։ Մարիկա Նինու երգչուհի, ում կյանքը ֆիլմի սցենար էր հիշեցնում ողբերգական, դրամատիկ, և հենց այդպես էլ եղավ 1983 թվականին նույն ռեժիսոր Կոստաս Ֆերիսը Մարիկա Նինուի կյանքի մասին պատմող ֆիլմ նկարահանեց Ռեմբետիկո։ Իմիջիայլոց այդ ֆիլմը ցուցադրվել է նաև Երևանում 80-ական թվականների վերջում, բայց հայ հանդիսատեսը և ընդհանրապես հանդիսատեսը թե Հունաստանում, թե Հայաստանում, թե աշխարհում չգիտեին, թե ով էր Մարիկա Նինուն, այսինքն նրա իսկական անունը։ Մարիկա Նինուի մասին, սիրելի ժողովուրդ, կարող եք կարդալ իմ 4-րդ մշուշոտ ճակատագրերի երգը գրքում։